Այս տարվա մարտ ամիսը անսովոր քմահաճ էր, երբեմն քշվելով փոփոխությունների քամիներից, երբեմն անսպասելի արևի լույսից։ Ամսվա կեսը այն կետն է, երբ անհավանական ֆինանսական սցենարները համընկնում են ընտրյալ քչերի համար։ Մոլորակները դասավորվել են այնպիսի շրջանագծով, որ որոշ դրամապանակներ պարզապես կպայթեն հաճելի ծանրությունից։ Որպես մեկը, ով տարիներ շարունակ հետևել է հորոսկոպներին, ես տեսնում եմ, որ բախտը չի թակում բոլոր դռները, այլ միայն այն դռները, որոնց ետևում դուք երկար ժամանակ սպասել եք։ Աչքերը բաց պահեք, քանի որ ես պատրաստվում եմ ասել ձեզ, թե ով կբռնի կրակե թռչունի պոչից և ով պետք է պատրաստի ամենատարողունակ սնդուկը տիեզերքի նվերների համար։ Ձկներ, արծաթի հանք ձեր ճահճում։ Օ, ձկներ, իմ հավերժական երազողներ և ձեր սեփական կյանքի մոխրագույն կարդինալներ։ Դուք սովորաբար գլուխը ամպերի մեջ եք պահում, բայց հիմա բախտը որոշել է ձեզ իջեցնել երկիր և ոչ թե դատարկ ձեռքերով։ Մարտի կեսերին ձեր գաղտնիքը այլևս գաղտնիք չի լինի, և դա հրաշալի է։ Ինչ-որ բան, որը դուք հոգ եք տանում, որի մասին մտածում եք և վախենում եք աշխարհին ցույց տալ, հանկարծ կդառնա ձեր ամենամեծ գումար վաստակողը։ Դա կարող է լինել մի տաղանդ, որը դուք մի ժամանակ համարում էիք պարզապես հոբբի, կամ տեղեկատվություն, որը միայն դուք եք ունեք։ Ձեր ծանոթներից մեկը կարող է պատահաբար թույլ տալ, որ նա փնտրում է ձեր ձեռքի աշխատանքը, կամ դուք կարող եք գտնել ուրվագծեր հին կոշտ սկավառակի վրա, որի համար ձեր մրցակիցները կվճարեին մի կույտ հաշիվներ։ Աստղերն ասում են, ձեր հանգիստ ջրհորը անմիջապես կվերածվի եռացող աղբյուրի։ Մի բավարարվեք մանրուքով, մեծ գումարներ գանձեք ձեր ծառայությունների համար։ Դուք կզարմանաք, թե որքան շատ մարդիկ պատրաստ են վճարել ձեր հոգու մի կտորի համար, որը մարմնավորված է ձեր աշխատանքում։ Խեցգետին։ Տուն, սիրելի տուն, լի հաշիվներով։ Խեցգետիններ, իմ հարմարավետության սիրահարներ և օջախի պահապաններ։ Պատրաստվեք վերադասավորել ձեր կահույքը, որովհետև փողը բառացիորեն կհոսի յուրաքանչյուր ճեղքից։ Ձեր անձնական տան բազան, ձեր ամրոցը կդառնա ձեր հիմնական հացի զամբյուղը։ Ձեզանից ոմանք կստանան մոռացված հարկային զեղչ, մյուսները կվաճառեն հին բուֆետ շահույթով կամ կգտնեն մոռացված պաշարներ գրքերում։ Բայց ամենահետաքրքիրը անշարժ գույքն է։ Եթե մտածում եք սենյակ վարձակալելու կամ ընդհակառակը ավելի էժան ապրելու տեղ գտնելու մասին, մարտի կեսերը ձեր ժամանակն են։ Բերանից բերան խոսակցությունը կաշխատի, հատկապես հարևանների կամ հարազատների շրջանում։ Ձեզ կարող է առաջարկվել հնարավորություն հանդես գալ որպես միջնորդ բնակարանային հարցում և ստանալ մեծ վարձատրություն ձեր ծառայության համար։ Զգույշ եղեք, որ ձեր հյուրընկալությունը հակառակ արդյունք չտա։ Երբ պատերը բառացիորեն կերակրում են ձեզ, կարևոր է չվաճառել չափազանց էժան կամ չվատնել ձեր անվճար նվերները հիմար մանրուքների վրա։ Ներդրումներ կատարեք ձեր առօրյա կյանքում, և դա ձեզ հարյուրապատիկ կվերադարձնի։ Կարիճներ, գաղտնի ծրար որսով։ Եվ ահա ֆինանսական Օլիմպոսի մեր գլխավոր գիշատիչները։ Կարիճներ, դուք այն մարդիկ եք, ովքեր չեն հավատում բախտին, նախընտրում են ամեն ինչ վերահսկողության տակ պահել։ Բայց այս ամիս դուք ստիպված կլինեք թուլացնել ձեր բռնավազքը, քանի որ ճակատագիրը ձեզ կուղարկի մի ծրար, որը կխլի ձեր շունչը։ Եվ այո, այն կլինի սև, այսինքն անթափանցելի հետաքրքրասեր աչքերի համար։ Մենք խոսում ենք այն գումարի մասին, որը կժամանի երրորդ կողմերի միջոցով, կամ այն հանգամանքների մասին, որտեղ դուք միայն ստացողն եք, այլ ոչ թե նախաձեռնողը։ Ինչ-որ մեկը կվճարի հին պարտքը, չափազանց մեծ տոկոսներով, կհայտնվեն ժառանգության հանգամանքներ, որոնց մասին դուք չգիտեիք, կամ դուք կվաստակեք գործընկերային պարտավորություններից, որոնք վաղուց դուրս էիք գրել որպես կորուստ։ Ձեզ համար գլխավորը զգոն մնալն է և չկծել նվեր-բերողին։ Ընդունեք նվերը թագավոր հանգստությամբ, ինչպես էլ եթե ներսում մի փոքր դող եք զգում։ Այս գումարը պետք է դառնա ձեր հաջորդ մեծ խաղի հիմքը։ Ցուլ, դեմք, կազմվածք և բանկային կազմվածք։ Ցուլ, դուք հայտնի եք գեղեցկության հանդեպ սիրով, և հիմա եկել է ժամանակը, երբ ձեր արտաքին տեսքն ու խարիզման կսկսեն ձեզ համար արժույթ վաստակել։ Մարտը ձեզ այնքան գրավիչ կդարձնի, որ ձեզ կհեղեղեն առաջարկներով։ Ոչ, ես չեմ խոսում մոդելային աշխատանքի մասին, չնայած ով գիտի,
այլ ձեզ ներկայացնելու ձեր ունակության մասին։ Ձեզ համար բացվում են դռներ, որտեղ դուք պետք է դեմ առ դեմ բանակցություններ վարեք։ Բանակցություններ, հարցազրույցներ, հասարակական միջոցառումներ, այս ամենը կվերածվի դրամական հոսքի։ Ձեզանից ոմանք կստանան բոնուս, պարզապես կորպորատիվ միջոցառման ժամանակ ձեր ղեկավարին տպավորելու համար, մինչդեռ մյուսները պայմանագիր կկնքեն ոչ պաշտոնական միջավայրում, գրավելով գործընկերներին իրենց հմայքով։ Մի ամաչեք փայլելուց և նոր զգեստ կամ կոստյում գնելուց։ Դա ծախս չէ, այլ ներդրում ձեր ոսկու հանքում։ Այժմ ձեր ակտիվը ձեր հմայքն է, որը կարող է բացել ցանկացած դրամապանակ։